մարդուց վերցնում են բռնության ազդեցության տակ ցուցմունքներ, ինքը տալիս է խոստովանական բնույթի ցուցմունք, ինչպես օրինակ Միշա Հարությունյանը, որի դեպքում պարզվեց, որ իր ցուցմունքները պլասկագուբցիներով մատերը սեղմելու արդյունքում են ստացվել, չէ՞։ Հետո Միշա Հարությունյանին առաջադրեցին մեղադրանք, հետո իրեն տարան դատարան, դատարանի որոշմամբ իրեն կալանավորեցին, հա։ Եվ չէ՞ որ էլի դատարանը այդ ամեն ինչը տեսնում էր, էլի։ Հասկանում եք, այսինքն այն որ անձը տարվելու է դատարան, այնտեղ իր ցուցմունքները դատարանի կողմից դեպոնացվելու են եւ այլը, տեսնում եք, որ ես ուղղակի նշեցի մի հատ օրինակ, երբ որ դատարանում այդ փուլում անձի գտնվելը երաշխիք չէր, որպեսզի անձը կարողանա գոյություն ունեցող դատական համակարգի պայմաններում այն որ դատարանը մասնակցելու է այդ process-ներին, դա դեռ երաշխիք չի, իսկ հակառակը կարող է տեղի ունենալ։ Հակառակը կարող է տեղի ունենալ, երբ որ մենք ասենք, որ այս փուլում բռնություններ են գործադրվել, ցուցմունքը կամավոր ձևով չի տրվել եւ այլն, մեզ ասեն ինչի մասին է խոսքը, դատարանի մասնակցությամբ է այդ ամեն ինչը արվել։ Հասկանում եք։ Այնպես որ տեսեք, սա բացասական կանխատեսումներ, ինչ որ ես ասեցի։ Դրական կանխատեսումները կներկայացնեն օրինագծի հեղինակները։ Եվ այսօր հաստատապես ասել, թե իրականում ես եմ ճիշտ կամ ինպես կարծիք արտահայտողներն են ճիշտ, թե նախագծի հեղինակները, հաստատ ասել հնարավոր չի։ Սա պետք է աշխատի եւ մենք հասկանանք ի վերջո սրա բացասական կողմերը։ Ռեֆորմ բառը թյուրիմացաբար հայերեն թարգմանվել է բարեփոխում, եւ երբ որ մենք նկատում ենք ռեֆորմներ ու հայերեն ասում ենք բարեփոխում, դրա մեջ պոզիտիվ իմաստ ենք դնում, էլի, փաստորեն այդ բառը իր մեջ միայն պոզիտիվ իմաստ է պարունակում բարեփոխում։ Այնինչ բոլոր ռեֆորմները չի, որ այս 20 տարվա մեջ դրական արդյունքի են բերել։ Եթե ռեֆորմները, որոնք 20 տարվա մեջ տեղի էին ունենում, բոլորը դրական լինեին, բարեփոխում լինեին ըստ էության, ապա հավանաբար հիմա մենք խնդիր չէինք ունենա նորից եւ նորից օրենսդրությունը փոփոխել։ Մենակ թեկուզեն հաշվեք, թե քանի փոփոխություն տեղի ունեցավ քրեական դատավարության օրենսգրքի մեջ, եւ այսօր ամբողջ քրեական դատավարության օրենսգիրքը միմյանց հակասող հոդվածներից է բաղկացած։ Այս վախենում եմ, որ բարեփոխումներով մենք բարեփոխումները մեզ համար դարձել են ինքնանպատակ արդեն։ Ճիշտ է, դա չի վերաբերվում այս օրինագծին։ Բոլորին արդեն հասկանալի էր, որ 5 քրեական դատավարության օրենսգիրքը այդ բարեփոխված, անդադ բարեփոխվող այդ վիճակում, որի արդյունքում ինքը արդեն ամբողջությամբ դարձել է ներքին հակասությունների մի կույտ, արդեն ինքը չի կարող աշխատել, բնականաբար նոր քրեական դատավարության օրենսգրքի կարիք կար, բայց մենք պետք է հասկանանք, որ մի օր պետք է կանգ առնենք։ Ամեն փոփոխություն դա սթրես է, համակարգի համար ստրես է։ Այն անձանց համար ստրես է, ում նկատմամբ այդ բարեփոխված օրենքները պետք է գործեն։ Դրա համար երբեմն նույնիսկ վատ օրենքը ավելի լավ բան է, քան անընդհատ փոփոխվող օրենք։ Երբ որ դու ունես վատ օրենք, բայց հետո տարիներ, տասնամյակներ շարունակ այդ օրենքը կիրառում ես, ու ինքը դառնում է բոլորի համար կանխատեսելի իրագործողության մեջ, հա, դա ավելի լավ վիճակ է, քան թե անընդհատ կատարելագործել օրենքը այն աստիճան, որ որևէ իրավաբան այս պահին, հենց հիմա ես այստեղ կանգնած, վստահ չեմ, այսօր քրեական դատավարության օրենսգրքի ինչ որ մի հոդված, որը ես երեք կիրառել եմ, այսօր ինքը նույնությամբ կարող է կիրառվել, թե արդեն հասցրել է փոխվել։ Հասկանում եք, այդ հələ ես, բայց այն մարդիկ ում համար ըստ էության այդ օրենքը իրավաբանների համար չի գրված օրենքը։ Օրենքը գրված է շարքային քաղաքացու համար, հա, ոչ իրավաբան քաղաքացու համար։ Եթե իրավաբանները չեն հասկանում այսօր, հենց 40 րոպե առաջ ես մի դատական նիստի էի, երբ որ մենք չենք կարողանում հասկանալ քրեական դատավարության օրենսգրքի երկու հոդվածների մեջ եղած հակասությունները ոնց պիտի մեկնաբանվի։ Դա լավ վիճակ չի, նորից կրկնում եմ, օրենքները իրանք կոնսերվատիվ, օրենքների նկատմամբ մի քիչ պետք է ավելի կոնսերվատիվ լինել։ Համակարգի համար ստրես է ամեն մի օրենքի փոփոխություն, հա, ու չի կարելի անդադ փոխել։